Եռում են Ստամբուլի փողոցները մարդկանց բողոքից։ Ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին արդեն ոչ թե քաղաքապետ, այլ նախագահ են անվանում ցուցարարներն ու իշխանությունից պահանջում ազատ արձակել նրան։ Bu süreç zaten daha önceden başlamıştı biliyorsunuz. Օրենքը սպանվեց մեր երկրում։ Սպանվեց, երբ 35 տարի հետո մի մարդու դիպլոմը չեղարկվեց քաղաքական քմահաճության պատճառով։ Այդ ինչ շոու էր։ Ոստիկաններին ուղարկել էին նրա տուն ու բերման ենթարկել։ Միթե չէին կարող նրան քաղաքավարի հրավիրել ոստիկանություն։ Իմամօղլուի ձերբակալությունը խոր վշտի մեջ է գցել մեզ։ Դա դուրս է ժողովրդավարության սահմաններից։ Իսկ ժողովրդավարություն և Էրդողան բառերն անհամատեղելի են այս մարդկանց կարծիքով։ Օրվա վերջում Ստամբուլի հրապարակը բազմահազար թուրքերով է լցվել, ելույթ է ունեցել ձերբակալված քաղաքապետի կինը։ Որպես Դիլեք Իմամօղլու ես ձեզ խոստանում եմ երբեք չհանձնվել։ Մենք ձեր ձեռքի տված կպաշտպանենք մեր գեղեցիկ հայրենիքը, մեր պապերի, մեր ժառանգած գեղեցիկ հանրապետությունը։ Չենք կարող ընդունել այս երկրում կատարվող բոլոր հանցագործությունները, մեղադրանքները, անարդարություններն ու անօրինականությունները։ Էքրեմ Իմամօղլուն, որը հակառակ նախագահ Էրդողանի ցանկության 2019 թվականից ստանձնել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը, մեղադրվում է ահաբեկչություն օժանդակելու, կոռուպցիայի և կաշառակերության համար, մինչդեռ իրականում նրա աջակիցները Թուրքիայում իրադարձություններին հետևող տարբեր փորձագետներ պնդում են, որ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքական որոշում է։ Այս կիրակի Իմամօղլուի ժողովրդահանրապետական կուսակցությունը պետք է թեկնածու ընտրի առաջիկա արտահերթ ընտրությունների համար։ Շատերի կարծիքով ընդդիմադիր գործչին ճաղերի հետևում պահելով Էրդողանը փորձում է կանխել Իմամօղլուի ընտրությունը։ 86 միլիոն մեր հայրենակիցներին կոչ եմ անում ոտքի կանգնել, ինչպես Էքրեմն է ասում, մարտի 23-ը Թուրքիայի գարունն է։ Ամեն ինչ պետք է անենք, որ մարտի 23-ին Էքրեմը վերադառնա։ Պատրաստ եք գարուն բերել մարտի 23-ին։ Վախենում եք Թայիփ Էրդողանից։ Հավատում եք նախագահ Էքրեմին։ Մարտի 23-ին բոլորիդ, անկախ նրանից կուսակցական եք թե ոչ, հրավիրում ենք Թուրքիայի գարնանը, ժողովրդավարական հեղափոխությանը, աջակցելով նախագահ Էքրեմին։ Ստամբուլում փողոցային ցույցերի տարածումը կանխելու համար իշխանությունն արգելել է բողոքի ակցիաների կազմակերպումը մինչև մարտի 23-ը։ Փակ են Ստամբուլի մետրոյի կայարանները։ Լիլիթ Գասպարյան, Սմբատ Ասլիկյան, Հայլուր։